Սկզբի համար նշեմ, որ նման ձևակերպումը ավելի շատ նման է ոչ թե բժշկական ձևակերպման, այլ ժողովրդական ինչ-որ մեկնաբանության, որովհետև նման բան գոյություն չունի, որ կեսը մնաց, կեսը հետո արձագանքեց, կեսը ինչ արեց, sense բան չկա։ Իրականում կան մեխանիզմներ, ըստ որի մենք ճանաչում ենք որոշակի իրադարձություններ, որոշակի ձևով, ըստ այդ մեխանիզմների, իսկ ճանաչմանը համապատասխանել արդեն մեր նյարդային համակարգը դրան արձագանքում է։ Եթե այցելուն սովորել է թերապիայի ընթացքում նոր մեխանիզմներ, սովորել է փոխել այդ մեխանիզմները ու փոխել է, ապա հետագայում ինքը խնդիր չի ունենա։ Եթե ինքը սովորել է դա, բայց լիարժեք կյանքներ չի դրել, այո, հնարավոր է, որ հետագայում ինչ-որ սիտուացիա էլի լինի, որը ինքը էլի են հին մեխանիզմով կճանաչի եւ էլի նյարդային համակարգը դրան կարձագանքի։ Այդտեղ եթե ինքը հիշի իր սովորածը ու փոխի, նորից կսկսի փոխվել, բայց կարևոր է, որ այդ փոխել ասվածը, մեխանիզմ փոխել ասվածը դա հեշտ գործ չի։ Դա շարունակական աշխատանք է, որ պետքա ներդրվի կյանք։ Եվ այն այցելուները, ովքեր որ դրանք սովորում են, ու ճիշտ մեխանիզմներ են սովորում ու ներդնում են կյանք, շարունակաբար աշխատում են իրենց վրա, դա տալիս է մնայուն արդյունք։ Լինում է, որ այցելուները սկզբում թեթևություն են զգում, այդքանով հանգստանում են ու դադարում են իրենց վրա աշխատել։ Դրանից հետո բնականաբար գերակշռողը, ասենց ասած, մնում են հին մեխանիզմները, ոնց որ նորը դեռ չի ամրապնդվում։ Իսկ դրանից որոշակի ժամանակ անց, երբ որ էլի համապատասխան իրադարձություն լինի, միևնույնն է, քանի որ ձևը մնացել էր հինը, ինքը այն հին ձևով է դա ճանաչելու, հին ձևով է դրան արձագանքելու։ Նյարդային համակարգն էլ համապատասխան ձևով էլի նույն մարմնական զգացողությունները առաջացնելու է։ Դա համար հարցը ստեղ ոչ թե նյարդային բջիջների 20%-ը մնաց թե ինչ եղավն է, այլ հարցն է նա ինչքանով է այցելում թերապիայի ընթացքում սովորել անհրաժեշտ մեխանիզմները, որովհետև կարա շատ լավ թերապևտիկ մոտեցմամբ աշխատի, բայց կոնկրետ այդ մոտեցումը այդ խնդրի հետ էֆեկտիվ չլինի։ Կարևոր է ինչքանով է ճիշտ մեխանիզմներ սովորել, երկրորդը ինչքանով է դա ներդրել կյանք, եւ երրորդը ինչքանով է դա ամրապնդել։ Այս սրանցով է պայմանավորված ձեր հարցի պատասխանը, որ մարդիկ լինում են, որ երբ որ իրենց կյանքում ինչ-որ բան է լինում, նորից իրանք հին ձևով են արձագանքում, հա, ուրեմն բավականաչափ չի ներդրել կյանք, կամ չի ամրապնդել, կամ այդ պահին ուղղակի սովորել է, լավ է եղել, թեթևացել է ու դադարել է իր վրա աշխատել։ Բայց էլի եմ ասում, մտածելակերպը դա sense կնոպկայով կամ sense ճտացնելով չի փոխվում, դա շարունակական աշխատանք է պահանջում, որովհետև երկար տարիներ մարդը սովոր է եղել ճանաչել ինչ-որ X ձևով, հիմա պետք է սովորի ճանաչել Y ձևով։